Այժմ տեսնենք ինչ է սպասվում կույսերին հաջորդ շաբաթ, մայիսի 10-ից 16-ը։ Ինչ է սպասվում կույսերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական կյանք, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ ծառ։ Ծառը կարող է լինել ընտանիք, ծառը կարող է լինել առողջություն։ Կույսերը կենտրոնացած են լինելու կամ իրենց առողջության վրա, կամ իրենց ընտանեկան, չգիտեմ, հարցերի վրա։ Երկուսն են շատ դրական, շատ լավ եմ տեսնում։ Ես առողջական խնդիր չեմ տեսնում, ճիշտն ասած, սրտի 7-ը բավականին լավ է, իսկ մեր առողջության մասին մտածելը երևի դրանից կարևոր էլի չկարող է լինել։ Եթե առողջություն չկա, երևի ոչինչ էլ հետաքրքիր չի լինում։ Կարող եմ ասել, այո, բավականին, այսպես եթե առողջ ապրելակերպ եք վարում, ավելի կկենտրոնանաք, եթե, չգիտեմ, ինչ-որ դիետա եք պահում, ուտելիքին եք ուշադրություն դարձնում, ինձ թվում է դուք ավելի կզբաղվեք ձեր առողջությամբ։ Ես այդպես եմ տեսնում։ Հաջորդ կարտերը տեսնենք։ Անձնական կյանքում տեսնում եմ հետաքրքիր, ինչպես առյուծներին, տեսնում եմ նաև կույսերի համար բավականին ռոմանտիկ տրամադրություն։ Աղջիկ եմ տեսնում, աղջիկը կարող է ժամադրության է գնում կամ իրեն ժամադրության են կանչում։ Բավականին լավ կարտ եմ տեսնում։ Ես այստեղ անձնական հարաբերություններում բոլորի հետ շատ նորմալ է, ընտանեկան հարցերը նորմալ են, ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չեմ տեսնում, ինձ թվում է այս անգամ կույսերը ավելի շատ հաջորդ շաբաթ կենտրոնացած են լինելու իրենց անձնական եւ սիրային հարաբերությունների վրա, որովհետեւ տեսնում եմ ժամադրություն, բայց եթե չլինի ժամադրություն, անձնական խնդիրներում ոչ մեկի հետ ոչ մի տեսակ խնդիրներ չեք ունենալու, շատ մեղմ, հանգիստ, համերաշխ շաբաթ կունենաք հարգելի կույսեր։ Էլ կարճ չեմ բացելու, չեմ ուզում փչացնել։ Տեսնում եմ, ինչ որ միգուցե ունեցել եք ինչ որ հարաբերություններ, բայց ինչ որ չգիտեմ, ամեն դեպքում կասկածներ, վախեր, մտքեր եք ունեցել, տեսեք, ծաղիկ։ Շատ լավ է, եթե երիտասարդ աղջիկ է ժամադրության են կանչում տղաները գնացեք, տղաներ եթե դուք եք մտածում աղջկան կանչելու գնացեք, շատ հաճելի ժամանակ եք անցկացնելու, ճանապարհը բաց է, եթե տղան աղջկան առաջարկություն անի, ես այստեղ ամուսնության չեմ տեսնում, կարող է այդպես է լինել, բայց առաջարկություն դուրս գալու շփվելու ընկերություն անելու, կարծում եմ չեք մերժվի, այս հաջողության կարտն է, լավագույն կարտն է այս կարտերի մեջ։ Եթե տղան է աղջկան առաջարկություն անում չի մերժվի, իսկ եթե աղջիկն է սպասում է այսպես մի քիչ կասկածներով, ինչու չի առաջարկում, ինչ է լինելու հարաբերությունները, շփվում ենք, բայց տեղը չի շարժվում, առաջարկություն հավանաբար կլինի, դուք էլ աղջիկներ համաձայնվեք, որովհետև շատ հաճելի ժամանակ եք անցկացնելու, շատ լավ եմ տեսնում ձեր անձնական հարաբերությունները հաջորդ շաբաթ։ Աշխատանքի վայրում էլ կույսերին տեսնում եմ բավականին ուժեղ, շատ հանգիստ, շատ հարմարավետ եք զգում ձեր աշխատանքի վայրում։ Նոր եք աշխատում, չգիտեմ, ինչ տարիքի եք, վաղուց եք աշխատում, դե դուք ունեք ձեր դիրքը եւ շատ, ես էլ եմ ասում, հարմարավետ եք զգում ձեր աշխատանքի վայրում։ Տեսնենք ինչ որ լրացուցիչ ինֆորմացիա ցույց կտան ինձ կարտերը։ Շատ ուրախ եմ։ Աշխատանքի վայրում ասեցի շատ հարմարավետ, շատ լավ եք զգում։ Եթե կային ինչ-որ գործեր, որ կանգնել էին, չէին շարժվում, վաղուց ինչ-որ մտածում էիք դրանց մասին, ինչ-որ խնդիրներ կային, էլ եմ ասում, մեծ լուրջ խնդիրներ չէին, ուղղակի ինչ-որ կանգնել էր, չէր շարժվում։ Ճանապարհի կարտն է եւ ծաղիկներ, հաջողություն։ Ամեն ինչ շատ լավ կլինի, շատ։ Դուք ձեզ հարմարավետ զգում եք, որտեղ չկա այդպիսի խնդիր հաջորդ շաբաթ ամենայն դեպս, որ դուք չկարողանաք լուծել։ Լավագույն ձևով կլուծվեն բոլոր հարցերը, բայց ես հարց չեմ էլ տեսնում։ Ես տեսնում եմ ավելի շուտ այստեղ մի քիչ կանգնել էին գործերը, եթե սա աշխատանքի վայրում չի, ձեր անձնական գործերն էին, հա, ինչ որ ֆինանսական եւ այլն ինչ որ գործերը քիչ էր, հաճախորդները քիչ էին, կանգնել էր հաջորդ շաբաթ շատ հաջող կլինի բոլոր գործարքների համար։ Ֆինանսների հետ տեսնում եմ կին։ Ֆինանսների հետ կապված կին։
Ինչ կապ ունի կինը ձեր ֆինանսների հետ։ Ոյ, այ ֆինանսների հետ այնքան էլ լավ չէ։ Ես կարող եմ ասել, որ ինչ որ կին կարևոր դեր կխաղա ձեր կյանքում հաջորդ շաբաթ, բայց ոչ դրական։ Այստեղ օց եմ տեսնում կին է, այստեղ տեսնում եմ աղվեսայելը կին է նշանակում որպես կանոն։ Կարող եմ ասել, որ դուք էլ ֆինանսների հետ շատ զգուշ եղեք, հարգելի կույսեր, ինչ որ կնոջ հետ կապված կին է, խորամանկում է, ինչ որ գումար է ուզում ձեզնից պարտքով չտակ, հավանաբար ետ չեք ստանալու։ Ինչ որ խաբեությամբ գումար են ուզում կորզել, էլ եմ ասում, օնլայն գնումներ է կատարում, ինչ գործարքներ եք անում, ֆինանսների հետ կապված բավականին զգուշ եղեք, որովհետև տեսնում եմ ղարի 10 կարող է կորուստներ ունենաք, բայց եթե զգուշ չլինեք, միայն եթե դուք զգուշ չլինեք եւ ինչ որ խնդիրը կնոջից է գալիս։ Եթե բանկային ինչ որ հարցեր է, չգիտեմ, բանկ եք գնում, ինչ որ բարձր տոկոսադրույքներ, էլի ազնիվ չի, հաջորդ շաբաթ երևի թե լավ չի ֆինանսական ինչ որ գործարքներ կնքելու համար։ Լավ կլինի սպասեք, որտեվ կարող է տենդենց լինի ձեզ հետ ազնիվ չվարվեն։ Տեսեք, ես տեսնում եմ այստեղ ինչ որ նորություն, ինչ որ մեկը գալիս է, ձեզ շտապ նորություն է բերում։ Առաջին հայացքից նորությունը կարող է ձեզ ուրախացնել, բայց կարող է ծախսեր լինել։ Եթե այս խորամանկներին էլ եմ ասում, հա, կարողանաք դրանց հետ զգուշ լինել, այս մեկը կարող է ձեզ ուղղակի, այո, կարող է ինչ որ նորությունը գա, էլ եմ ասում, ուրախանաք, մեծ ծախսեր պահանջի այդ լավ նորությունը, բայց իրականում ազնիվ չեն, այս մեծ ծախսերը դու կարող եք խուսափել դրանցից, եթե զգուշ լինեք։ Կարող եմ ասել, այդ մեծ ծախսեր կլինեն, բայց եթե կարողանաք խուսափել, իրականում այդքան մեծ ծախսեր չեք անի, որովհետև այդ կինը խորամանկում էր։ Ամեն դեպքում ազնիվ չէին ձեզ հետ, այդ մեծ գումարները կարող են նաև չլինել։ Տեսնենք ինչ է սպասում կշեռքներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 10-ից 16-ը։ Ինչ է սպասում կշեռքներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Լուսին եմ տեսնում անձնական ներողություն, ընդհանուր տրամադրությունը, այնքան էլ ուրախ չեն կշեռքները։ Ես վատ չեմ տեսնում, որտեվ կարտը սիրտը վատ չի կարող լինել, բայց ինչ որ կասկածներ, ինչ որ անհանգստություններ ունեն։ Սա իրենց զգացողությունն է եւ մի շաբաթ էլ կարող են այդպիսի էլի ինչ որ անհանգստություններ ունենալ։ Տեսնենք ինչի հետ է կապված անհանգստությունը։ Կյանքում առհասարակ չեմ կարծում, ոչ մի խնդիր չպետք է լինի, բայց եթե ինչ որ քիչ ու միջ առողջական խնդիրներ եք ունեցել, կարծում եմ, որ ոչ մի բարդացում չի լինելու ամեն դեպքում։ Եթե դեպի լավացում չգնա, հաստատ դեպի ավելի բացասական կողմ չի գնալու։ Չէ, կարող է այդպես շատ հանգիստ լինել։ Կարող է մի շաբաթ, ես ինչ ինձ թվում է, ձեր շփումը մարդկանց հետ կարող է քիչնել։ Մի քիչ ավելի ուզենաք մենակ մնալ։ Մենակ մնալ ձեր խոհերով, ձեր մտքերով, երևի ինչ որ բան ունեք մտածելու, որ կասկածներ եւ անհանգստություններ ունեք։ Ավելի կարծում եմ քիչ կլինի շփումը մի շաբաթ մարդկանց հետ, կուզեք մի քիչ մենակ մնալ։ Աշխատանքի հետ կապված ինչ որ ստիպված կլինեք նոր մի բան սովորել, ինչ որ նորամուծություն կլինի ձեր աշխատանքի վայրում, նոր տեխնոլոգիա, նոր սիստեմներ, չգիտեմ, ինչ որ մի նորություն, ինչ որ մի նոր բան պետք է բացահայտեք ձեզ համար, նոր բան պետք է սովորեք։ Լավ, վերջում լավ վերջացավ գոնե։ Շատ եմ այս վերջերս տեսնում կշեռքների հետ կապված այս խաչերը, խնդիրները, ինչ որ շատ բարդ իրավիճակի մեջ եք եղել։
բայց արդեն տեսնում եմ, որ անցնում է, դրա համար եմ ասում եղել, բավականին բարդ իրավիճակ է եղել, չգիտեմ, այս նորությունը ինչ կլինի, ինչ կբացահայտվի, ինձ թվում է, ես ինչքան հիշում եմ, բավականին դժվարին աշխատանք էր, ձեզ պետք էր լինել բավականին խորամանկ, որ կարողանայիք այդ ամենի տակից դուրս գալ, չգիտեմ, ինձ թվում է աշխատանքն ուղղակի մի քիչ կամ շատ է եղել, կամ բարդ է եղել ձեզ համար, եւ բավականին երկար ժամանակ, խարիսխը դա կայունության կարգն է, շատ դժվար եւ բավականին խնդիրներ են եղել ձեզ համար, շատ դժվարությամբ եք կարողացել խնդիրները հաղթահարել, ձեզ ստիպված են եղել ձեր վերադասերը օգնել, հա, միջամտել երևի թե, բայց ինչ որ նոր տեխնոլոգիայով կարող է լինել, ինչ որ ավտոմատացում չեմ կարող ասել, ինչ կլինի նորամուծություն աշխատանքի վայրում, շատ կթեթևացնի ձեր գործը, վերջապես կարող եք հանգիստ շնչել եւ զգալ ձեզ ապահով, եթե ձեր անհանգստությունները աշխատանքի հետ են կապված, կամաց կարծես թե լույս է բացվում եւ խնդիրները մնում են անցյալում։ Ֆինանսներում էլ տեսնում եմ աճ, ծառը շատ լավ է, աճում է, ավելանում է ձեր ֆինանսները, չի նշանակում, որ հենց մի շաբաթ ձեր ֆինանսները կավելանան, մի շաբաթ ձեզ աշխատավարձ կավելացնեն, եթե այդպես լինի շատ լավ, ես միայն ուրախ կլինեմ, բայց կարող է դուք մի շաբաթ ուղղակի տեղեկանաք, իմանաք, որտեղ ամեն դեպքում 7-ն եմ տեսնում, 7-ը կարող է լինել խոսակցություններ, կարող է լինել լուր, այսինքն մի շաբաթ կարող է ձեզ համար պարզեք, որ չգիտեմ, ինչ որ գործարքից, ինչ որ տեղից, եթե սպասում եք գումար, լուր կստանաք, որ հավանաբար գումարները կգան։ Ֆինանսների մեջ ամեն դեպքում ֆինանսներում աճ կլինի։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Այո, ասում է, չէ, եւ այստեղ էլ արև եմ տեսնում։ Այո, հաստատիչ ինչ որ ասում է, սա խոչընդոտներն էին աշխատանքի վայրում, որովհետև կարող եմ ասել, ձեր ֆինանսները ձեր աշխատանքից էին գալիս։ Խոչընդոտները հեռանում են, փոփոխություն է լինում։ Փոփոխություն է լինում աշխատանքում, ինչը ձեր նավակը, որ կանգնել էր, սա էլ 10 է ֆինանսների չէին գալիս գումարները կամ շատ քիչ էին գալիս, առաջ խաղացում կլինի։ Ֆինանսները կլավանան, որովհետև աշխատանքում է ինչ որ փոփոխություն լինում։ Սա էլ արևը։ Լավ կլինի, ֆինանսական հարցերում էլ ասեցի կլինի աճ։ Հաջորդը տեսնենք ինչ է սպասում կարիճներին, հաջորդ շաբաթ մայիսի 10-ից 16-ը։ Մի կարիճները եւ աղեղնավորները մի քանիսը խնդրել են իրենց աշխատանքի եւ ֆինանսների հետ կապված կնայեմ հաջորդ շաբաթ հարգելիներս։ Երևի այս երկու նշանները ինչ որ խնդիրներ ունեն աշխատանքում եւ ֆինանսներում։ Դրա համար այս երկու նշանների համար հատուկ կնայեմ 1-2 օրից։ Հիմա էլ հույսով ինչ որ բան կտեսնենք։ Հաջորդ շաբաթ տրամադրությունը կարիճների, անձնական կյանք, աշխատանք եւ ֆինանսներ։ Էլի տեսնում եմ լուսին, կարիճների համար էլ եմ տեսնում լուսին։ Կարողանանք պարզել, թե այս 3-ից որի մասին է, ինչու է այս կասկածները, վախերը, անհանգստությունները։ Ես էլի ոչ մի բացասական բան չեմ տեսնում, սիրտը չի կարող լինել բացասական։ Այսինքն կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան եղել է, դրա համար եք անհանգիստ, այլ ուղղակի սրանք ձեր մտքերն են։ Դուք եք անհանգիստ եք, անդադ վախեր ունեք, կասկածներ։ Դե ասում են մարդը եթե ոչինչ չի անում, այդ մարդը խնդիր չունի։ Այն մարդը, որ ինչ որ բան անում է, աշխատում է, գործ է անում, պլաններ ունի, հա, զբաղված է, այդ մարդը կարող է խնդիրներ եւ մտահոգություններ ունենալ։ Այդպիսի տպավորություն եմ ստանում։ Սա պարզապես ձեր տրամադրությունն է։ Ամեն դեպքում անհանգիստ եք, բայց ես չեմ կարծում ինչ որ բան եղել է։ Դուք իրականում պատճառ ունեք անհանգստանալու, թե ոչ, կտեսնենք։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ անկեղծ ասած խոչընդոտներ, տեսնենք ինչն է ձեզ անձնական հարաբերություններում խնդիրներ առաջացնում։ Ինչ խնդիրներ կան անձնական հարաբերություններում։ Պատերն իրենց դուրս եկան։ Ինչ եմ տեսնում, տեսնում եմ Խառի 7-ը, տեսնում եմ նամակ, տեսնում եմ աղվես, աստղեր եւ խճուղին, ճանապարհը։
Ես այս նմանատիպ կարտեր շատ եմ տեսնում, հետաքրքիր է։ Ես մի անգամ ասել եմ երևի, ելի եմ ասում, եթե կարտերը նույն մարդկանց, նույն նշանի համար նույն ինֆորմացիան շատ են ցույց տալիս, կարծես կրկնվում է, դա նշանակում է, որ ինչ-որ բան չի փոխվել, այդ խնդիրը չի լուծվել, մնացել է նույնը եւ կարտերն այնքան են ցույց տալու, մինչեւ այդ հարցը լուծվի։ Կամ դուք լուծեք, կամ եթե ձեզնից կախված չի, ինստինկտիվան լուծվի։ Ես ունեմ այդ փորձը 20 տարուց ավել կարտ եմ նայում, ինձ էլ որ եթե ես մի բան տեսնում եմ ու գլխի չեմ ընկնում ինչ պիտի անեմ, ինձնից կախված չէ կամ ոչինչ չեմ անում, չի փոխվում։ Ես այնքան եմ տեսնելու, մինչև ուզեմ չուզեմ մի բան պետք է փոխեմ։ Տեսնում եմ Ղարի 7-ը ինչ որ չգիտեմ, ինչ որ ինֆորմացիա, ինչ որ նորություն է գալիս, կա ինչ որ կին, որի հետ այս խաչ եմ տեսնում, ինչու խնդիրները կնոջ պատճառով են, չեմ կարող ասել, այս կինը ձեզ հետ ինչ հարաբերությունների մեջ է, ինչ աշխատանքային, ինչ անձնական հարաբերություններ, կարող են կերն է, որտեղ սա անձնականն է, աշխատանքի համար չեմ նայում։ Ինչ որ անձնական հարաբերություններում կա մի կին, որի հետ անդադ այսպես լեզվակռիվ է, խոչընդոտներ են, խնդիրներ են, բայց դուք իրականում գնում եք ձեր ճանապարհով, ճիշտն ասած ես չեմ կարող ասել, ձեզ մի քիչ տհաճություն է պատճառում այս կնոջ հետ խնդիրները անձնական շփումներում, անկեղծ ասած, բայց ձեր կյանքին դա չի խանգարում, դուք ձեր ճանապարհը բաց է, դուք ձեր ցանկությունները միևնույն է անում եք, այդ կնոջ ասածը բացարձակ ձեր վրա չի ազդում, ձեզ չի խանգարում, ձեր ընտրությունը կատարված է, դուք ձեր ճանապարհով գնում եք, եւ իրականում այո, կա ինչ որ խնդիր, բայց ես չեմ տեսնում, որ դա ձեզ ինչ որ ձևով խանգարում է, չէ։ Խոչընդոտը կա, բայց դուք բոլորովին հաշվի չեք առնում։ Այ աշխատանքում տեսնում եմ ինչ որ խոչընդոտներ, խնդիրներ ավելի շուտ, ինչ որ բարդություններ մարդկանց հետ, տեսնենք, սրանք ձեր հաճախորդներն են, սրանք ձեր գործընկերներն են, ովքեր են, բայց մի քիչ խնդիրներ կան աշխատանքի վայրում։ Այ, ներողություն։ Աշխատանքի վայրում խնդիրներ ունեն, կարիճները տեսնենք։ Ինչ եմ տեսնում, այստեղ սա իրականում վեճերի կարտն է, ես տեսնում եմ տղամարդ, վեճեր, լեզվակռիվ, կարող եմ ասել լեզվակռիվ, որովհետև այստեղ թռչունները խոսակցություններն են, կարող եմ ասել աշխատանքի հետ կապված, աշխատանքի վայրում, գործընկերների հետ կամ չգիտեմ հաճախորդների հետ, իրենք են ձեզ հետ միգուցե վիճում, ամեն դեպքում տղամարդ է, այստեղ եմ տեսնում տղամարդ, այնտեղ եմ տեսնում տղամարդ։ Կարող է տղամարդ, որի հետ շատ վաղուց շատ ընկերական հարաբերությունների մեջ եք իմիջիայլոց, համ էլ աշխատում եք միասին, բայց համ էլ նաև ինչ որ շատ ջերմ հարաբերություններում եք եղել երկար ժամանակ, այդպես կարող, բայց ինչ որ հանկարծ խնդիրներ են առաջացել։ Տեսեք, կամ ձեր վերադասը ձեզ կարող է օգնել, եթե սա ձեր աշխատանքի վայրում է։ Վերադասը կօգնի, կպարզե, կճշտեք ինֆորմացիա կիմանաք, նոր գաղտնիք կբացվի, թե իրականում ինչ է այս մարդու խնդրեմը, ինչու է այս իրավիճակը, լեզվակռիվը որտեղից է սկսվել։ Բայց կարող է սա դուք եք, դուք ուղղակի բավականին լուրջ պաշտոն ունեք, շատ այս ձեր գործն է, ձեր անձնական գործն է, եւ դուք էլի ձեզ համար կճշտեք հաջորդ շաբաթ համենայնդեպս, թե խնդիրն ինչումն է, այս մարդը ինչու է այսպիսի պրոբլեմ առաջացնում ձեզ համար եւ կկարողանաք լուծել ձեր հարցը։ Սրանով հարց անպայման կլուծվի, մանավանդ այստեղ տեսնում եմ իմաստության կարտը, դուք բավականին խելամիտ եք, դուք գործի լավ վարպետ եք, կարող եմ ասել, դուք գործից շատ լավ հասկանում եք։ Լինում են, չէ՞, այդպես նաև անշնորհք հաճախորդներ, որոնք մի փոքր բանը դարձնում են հայոց հարց, բայց դուք կկարողանաք շատ լավ լուծել այդ հարցը, այնպես որ եւ անձնական, եւ աշխատանքային հարցերում խնդիրներ կային, բայց դուք շատ հեշտությամբ լուծելու եք այդ խնդիրները։ Այս ինչեր են տեսնում ֆինանսական հարցերում առնետները նշանակում է կորուստ։ Խաչ, ինչ որ երևի դուք շատ կենտրոնացած եք ձեր աշխատանքի գործի վրա, երևի շատ եք աշխատում, մարգելի կարիճներ, հատկապես երևի տղամարդկանց է վերաբերում, շատ երկար ժամեր եք աշխատում, այսինքն դուք եւ ձեր անձնական հարցերում, եւ ձեր աշխատանքի վայրում, եւ ֆինանսներում ձեր միտքը անընդհատ կենտրոնացած է աշխատանքի վրա, երևի դուք ձեր աշխատանքային խնդիրները նաեւ տուն եք բերում։ Դրա համար էլ այդպես լուսնի տրամադրության մեջ եք, անընդհատ մտահոգված եք, որտեղ անընդհատ ինչ որ խնդրեմ կա։ Ինձ թվում է դուք այո, շատ ժամանակ եք անցկացնում աշխատանքի վայրում, շատ եք աշխատում։ Այնպեսի տպավորություն դուք մենակ աշխատում եք, ուրիշ ոչինչ չեք անում։ Ժամանակ չունեք հարաբերությունների համար,
Բայց դրանից ֆինանսներում կորուստ եմ տեսնում, այսինքն ամենքան շատ աշխատում եք, համ էլ ֆինանսները առանձնապես չեն գալիս, գնում են, տեսնենք։ Չէ, բոլորովին, հակառակ կարող եմ ասել։ Կարող եմ ասել, որ կամ վերջերս եղել են ֆինանսական կորուստներ, որտեղ ֆինանսների համար եմ սա, կամ սա ձեր վախերն են եղել, դուք մտահոգված եք եղել, տեսեք, հաճախորդները, այդքան շատ որ աշխատում եք, երևի ինչ որ խնդիր կա ամեն դեպքում։ Ձեր խնդիրը շատ է կենտրոնացել աշխատանքի վրա, երևի կամ վախեցել եք աշխատանքը կորցնել, կամ վախեցել եք գործը, ներողություն, ֆինանսները կորցնել, հաճախորդներին կորցնել, դուք եք անհանգստանում։ Այս ձեր լուսնով կասկածները ձեր երևի աշխատանքային խնդիրների վրա են, որոնք տանում են դեպի ֆինանսներ, բայց ես չեմ տեսնում կորուստներ, նորից եմ ասում, տեսեք, այստեղ տեսնում եմ եւ կին եւ տղամարդ։ Դուք շատ մարդկանց հետ գործ ունեք, երևի թե հաճախորդներ են, բայց իրականում շատ լավ վատ մարդիկ չեն, ես ճիշտն ասած ֆինանսների հետ ոչ մի կորուստ չեմ տեսնում։ Կարող են սրանք լինել նաեւ ձեր ծնողները, չգիտեմ, ինչ կապ ունեն այստեղ այս մարդիկ։ Ամեն դեպքում ձեր ֆինանսների հետ կապված տեսնում եմ շատ մարդիկ։ Ես չգիտեմ, ում հետ եք աշխատում, ձեր բիզնեսն ունեք, ինչ որ հաշվապահեր են ձեզ համար աշխատում, դուք եք խորհրդածու տարբեր մարդկանց հետ, ձեր հարկերի հետ կապված, չգիտեմ, չեմ կարող ասել, կդժվարանամ, որտեղ սրանք բոլորը ֆինանսի հետ կապված կերպարներ են։ Կարող եմ ասել, որ ինչ որ ֆինանսական ծախսեր եղել են, այո, եղել են եւ դա ձեզ անհանգստացել է շատ եւ ինձ թվում է դուք ավելի ծախսերից եք վախեցել, որ կարող է ավելի շատ լինել, բայց ոչ, կտրուկ ամեն ինչ կփոխվի։ Հանկարծ կտրուկ կփոխվի, ամեն ինչ շատ դրական կլինի եւ իրականում ձեզ գումարներ դե չեմ կարող ասել կգան, կարող եմ ասել, որ չեք կորցնի։ Դե եթե գումար չեք կորցնում, ձեզ ավելի շատ գումար է մնում, որովհետև տեսնում եմ ավելի շատ, որ դուք գումարի խնդիր չունեք, քան թե տեսնում եմ, որ ձեզ գումարները գալիս են։ Դրա համար ճանապարհն էլ այո, բաց է, չէ, ինչ նպատակ որտեղ ունեք, փորձում եք այնպես անել, որ ծախս չլինի, ավելորդ գումարներ չվատնեք, չծախսեք, չեք ծախսի։ Ձեր գումարները կմնան ձեզ։ Եթե վախերը դրա հետ են կապված, գումարներ չեք կորցնի։ Ձելի եմ ասում, հարգելի կարիճներ, ձեր կյանքում կարծես մենակ աշխատանք է այս պահի դրությամբ։ Տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ մայիսի 10-ից 16-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական կյանք, աշխատանք եւ ֆինանսներ։ Տեսնում եմ աղջիկ եւ տեսնում եմ այսպես ճանապարհ։ Ինչ որ ընտրության առաջ եք կանգնած, կարող է լինել դուք աղջիկ եք, ընտրություն պետք է կատարեք, չեմ կարող ասել ձեր ինչ որ անձնական հարցերի շուրջ միգուցե։ Իսկ եթե երիտասարդ եք ինչ որ կնոջ հետ, ինչ որ աղջկա հետ կապված միգուցե որոշում եք կայացնում, առաջարկություն անեմ, չանեմ, ժամադրվեմ, չժամադրվեմ, շարունակեմ հարաբերություններ, չշարունակեմ։ Տղան աղջկա մասին կամ աղջիկը ինքը իր մասին է մտածում, ինչ որ ընտրության առաջ եք կանգնած։ Տեսնում եք, անձնական հարաբերություններում էլ տեսնում եմ թռչուն։ Այ աղջիկը ասում է որոշում պետք է կայացնի, որոշում ինչ-որ փոփոխության մասին է։ Փոփոխություն ձեզ առաջարկում են, թե դուք եք մտածում, կարող է լինել սա տեղափոխություն, ճանապարհ, ընդ որում ճանապարհ նույնիսկ արտերկիր, կարող է լինել ժամանակավոր, կարող է լինել ոչ ժամանակավոր, բայց երևի թե եթե սա աղջիկն է, նորից աղջիկն է մտածում է ինքը ինչ որ փոփոխության կամ տեղափոխության մասին։ Գնում է տուրիզմի նպատակով, գործուղում է գնում, թե ինչ չեմ կարող ասել, բայց աղջիկը երևի մտածում է ճամփորդության մասին։ Տեսնենք։ Տեսեք ինչեր եմ տեսնում։ Շատ մարդիկ եմ, կերպարներ եմ տեսնում, տղամարդիկ, եւ խաչ եմ տեսնում։
Ինչ որ բարդ իրավիճակ է եւ շատ դժվար որոշում պետք է կայացնեք եւ ճանապարհի հետ է կապված, այո, որոշումները ճանապարհի հետ կապված եւ կարծում եմ միայն ձեզնից չի կախված որոշումը, որտեղ այստեղ էլի մարդիկ եմ տեսնում եք։ Ես չգիտեմ, այստեղ միայն տղամարդիկ են, այստեղ երեխա կա, շատ բարդ իրավիճակ է, անկեղծ ասած, չեմ ուզում տարբերակներ առաջարկել, որովհետև հստակ չեմ տեսնում։ Բայց տեսնում եմ նաև կա տղամարդ, կան էլի մարդիկ, կա երեխա, ինչ որ շատ լուրջ փոփոխություն է եղել, չեմ կարող ասել, ինչ է եղել, ուր եք ուզում գնալ։ Շատ բարդ իրավիճակ եմ տեսնում։ Ուզում եք հեռանալ, անկեղծ ասած, մարդկանցից, ուզում եք այս մարդկանցից բոլորից հեռանալ։ Ես չեմ կարող ասել այս մարդիկ ովքեր են։ Սա տղամարդու մոտ եք ուզում գնալ, թե տղամարդուց ուզում եք հեռանալ, անկեղծ ասած, շատ բարդ որոշում է։ Էլ եմ ասում, մենակ չեք կարողանալու որոշումը, այստեղ մարդիկ կան ձեր շուրջ բոլորը, ամեն դեպքում բավականին բարդ է։ Ես չեմ ուզում շատ մանրանալ, որովհետև շատ բարդ բաներ եմ տեսնում։ Դուք ուզում եք հեռանալ, էլ եմ ասում, դուք ուզում եք հեռանալ։ Ումից եք ուզում հեռանալ, ինչ պատճառներով եք ուզում հեռանալ։ Կարող է ամուսին եք, կարող է երեխա էլ ունեք։ Նորից եմ տեսնում եմ նավակն էլ, ուզում եք գնալ եւ շատ շտապում եք, ուզում եք ուղակի գնալ հեռանալ։ Ինչ որ բանից փախնում եք, փախուստ եք, չեմ կարող ասել, ինչից, ինչու։ Դժվարանամ ասել, ամեն դեպքում մի քիչ բարդություններ կան ձեր անձնական հարաբերություններում, հարգելի աղեղնավորներ։ Աշխատանքում տեսնում եմ ամեն ինչ կարծես լավ է։ Ամեն ինչ կարծես լավ է։ Տեսնենք։ Շատ կարտեր էի հանել անձնականի, որտեղ կարտերը բարդացնում էին, խճճում էին, չէի տեսնում ոչինչ, բայց ինչքան կարճ շատ հանեցի, այնքան ավելի խճճվեցի։ Մի տեսակ շատ բարդ իրավիճակ է։ Տեսնենք աշխատանքում աղեղնավորներին ինչ է սպասում։ Շատ լավ է։ Աշխատանքի վայրում ոչ մի խնդիրներ չեմ տեսնում, բացարձակ։ Լավ միջավայրում եք աշխատում, շատ լավ մարդկանցով, նաև լավ մարդիկ, որոնցից ինչ որ բան եք սովորում, չգիտեմ, ուսուցիչ են կամ տրեյնինգի մեջ եք լինում, մարդկանցից շատ բան սովորում եք, շատ լավ տեղ է ձեզ տանում, շատ հարմարավետ աշխատանք ունեք, հաճելի միջավայր, նորից եմ ասում, արև եմ տեսնում։ Չէ, աշխատանքի մեջ բացարձակ ոչ մի խնդիր չկա, սա հաջողության կարգն է, եթե ինչ որ աշխատանքի հետ կապված մտահոգություն էլ ունենայիք, շատ հաջող է ամեն ինչ եւ շատ հաջող էլ կլինի։ Ֆինանսների հետ կապված տեսնում եմ թռչունները խոսակցություն են, տեսնենք։ Ֆինանսների հետ կապված ինչ որ լուր կլսեք, ինչ որ խոսակցություններ կունենաք, ինչ որ գործարք են առաջարկում, բանակցություններ կունենաք, տեսնենք։ Այո, կարող եմ ասել, այստեղ կտրողը գերանդին վատ բան չի նշանակում, որովհետև շատ լավ բաներ եմ տեսնում։ Ինչ որ բանակցություններ, ինչ որ խոսակցություններ կլինեն գումարի հետ կապված։ Սկզբնականում երևի ինչ որ գործի հետ կապված ես չեմ կարող ասել, ինչ աշխատանք են առաջարկել, ինչ է, մի քիչ են գումարն առաջարկել, բայց դուք կկարողանաք շատացնել, բանակցեք, անպայման բանակցեք, զրուցեք, հա, միանգամից մի համաձայնվեք, եթե ինչ որ գործ են առաջարկում, հա, քիչ գումար առաջարկեն, դուք կկարողանաք ավելի շատ ուզել եւ ձեր ֆինանսականը կարող է փոխվել, նույնիսկ ես համար երևի անսպասելի։ Միգուցե առաջարկն էր անսպասելի, չգիտեմ, կամ ուղղակի չեք էլ սպասում, որ կկարողանաք ավելացնել, բայց կկարողանաք։ Չէ, շատ լավ կլինի եւ ֆինանսների հետ շատ լավ կլինի եւ աշխատանքում ամեն ինչ նորմալ էր։ Անկեղծ ասած, ես շատ նեղվեցի, որտեղ անձնականում ճիշտ ասած չհասկացա։ Ես այստեղ տեսնում եմ, տեսեք, այս կինը մտածում է իսկ այս ճանապարհի մասին, հա մնացել է ճանապարհի մեջտեղում, հա մտածում է ինչ որ հեռանալու գնալու մասին, բայց չկարողացա հասկանալ, թե ուր է ուզում գնալ, ինչու է ուզում գնալ։ Ես փորձեմ մի քանի կարտել հանել, շատ խառը իրավիճակ էր։ Տեսնենք ինչ է կատարվում աղեղնավորների անձնական հարաբերություններում։
Որտեղ տղամարդ տեսա, սա երևի խիստ անձնական հարաբերություններ են, ինչ որ բարեկամ ազգական չեն, այլ կին տղամարդ հարաբերությունների մասին էին։ Այս կարտը մնաց կիսում էի։ Այո, ինչ որ խոչընդոտներ կան ձեր անձնական հարցերում։ Այս ինչ է պատահել, ինչ է լինում աղեղնավորներ։ Տեսեք, ամպեր եմ տեսնում, աղվես եմ տեսնում, կարտերի նույն ինչ որ այնտեղ բացվել էր, այստեղ էլ բացվեց։ Նամակագրություն եմ տեսնում, այստեղ ավելի խորանում, բարթանում են, եթե ուզում եք իբր խոսելով կամ զրուցելով կամ հաղորդակցվելով, հարցը չի լուծվում։ Դուք մենակ չեք, ձեր կողքին կան, ճիշտ ասած, ձեզ հարազատ մարդիկ, որ ձեզ բավականին սատարում են, բայց չեմ ուզում ոչինչ ասել, որովհետև երկրորդ անգամ եմ նայում, շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Ինչ որ ամեն դեպքում խնդիրներ, խոչընդոտներ կան, երևի դուք ուզում եք այդ խնդիրներից փախչել, բայց ես առայժմ ճիշտն ասած չեմ տեսնում։ Չեմ տեսնում առայժմ կարողանում եք խուսափել, դրա համար մտածում եք, փորձում եք ինչ որ ընտրություն կատարել։ Էլի մտածեք, հարգելի աղեղնավորներ, մի շտապեք։ Ամեն դեպքում կարտերն էլ ցույց են տալիս, որ ոչինչ հստակ չէ։ Հաջորդը նայում ենք աճեղջուրների համար, ինչ է սպասում աճեղջուրներին հաջորդ շաբաթ։ Այստեղ կարտը շոտրեց։ Ներողություն։ Ինչ է սպասում աճեղջուրներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական, աշխատանք եւ ֆինանսներ։ Տրամադրություն տեսնում եմ սիրտ, իսկ այստեղ տեսնում եմ մատանի։ Ինստինկտյան պատմությունը երևում է, չէ, ես կարող եմ չասել։ Սիրահարված մարդիկ խոսում են ամուսնության մասին, երկու երիտասարդ ուզում են ամուսնանալ կամ տղան որոշել է աղջկան ամուսնության առաջարկություն անել։ Դե բնականաբար մի շաբաթ չեն ամուսնանա, մի քանի շաբաթ էլ չեն ամուսնանա, որովհետև մայիսին հարսանիքներ չեն անում, բայց երևի առաջարկություն կանի։ Կամ երիտասարդներ, եթե ուզում եք հաջորդ շաբաթ առաջարկություն անեք, կարտերը ուշում են մի շաբաթ շատ լավ ժամանակ է դրա համար։ Ձեզ չեն մերժի։ Ամեն դեպքում մնացած աճեղջուրների համար, ովքեր սիրահարված չեն, շատ ռոմանտիկ, շատ գեղեցիկ, այսպես տրամադրության մեջ կլինեն։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ աճ։ Այո, կարող եմ ասել, դրանք ովքեր սիրահարված են եւ ուզում են առաջարկություն անել, անպայման արեք, ձեզ չեն մերժի երիտասարդներ։ Դուք մերժում չեք ստանա։ Իսկ մնացած բոլոր տեսակ անձնական հարաբերություններում, բոլոր տեսակի, դե չգիտեմ, ընտանեկան հարաբերություններ, ընկերական հարաբերություններ, էլի ամեն ինչ շատ լավ է, աճ եմ տեսնում։ Այսինքն բավականին ջերմ հարաբերությունների մեջ կլինեն։ Դե եթե այսպես ռոմանտիկ տրամադրության մեջ լինեն աճեղջուրները եւ առաջարկություն անեն եւ չմերժվեն, ես պատկերացնում որ իրենք բոլոր, հա, ասպարեզներում ունենալու են շատ բարձր տրամադրություն։ Այո, տեսնում եմ, այստեղ էլ եմ տեսնում եք տղամարդը սրտի դուզ, այո, տղամարդը այսպես կտրուկ որոշելու է, որ գիտեք ինչ վերջացավ, էլ չեմ ուզում մենակ լինել, ուզում եմ ամուսնանալ, առաջ խաղացում, սա ձկներն են, այո, կուզենա առաջ խաղացում, կուզենա ընտանիք կազմել եւ կուզենա աղջկան առաջարկություն անել։ Առաջ խաղացում կլինի անձնական, սա ավելի սիրային հարաբերությունների համար էր։ Աշխատանքի հետ կապված կա ինչ-որ նորություն, կա ինչ-որ փոփոխություն աշխատանքում աճեղջուրների համար, անհանգստություն կա, միգուցե ինչ-որ նոր գործ եք սկսել, միգուցե ինչ-որ նոր առաջարկ եք ստացել եւ մի քիչ վախեր ու կասկածներ ունեք, մի քիչ անվստահ եք զգում ձեզ, ինչը շատ զարմանալի է, որտեղ աճեղջուրները շատ լավ են իրենց աշխատանքում, շատ աշխատասեր են։
Իրականում տեսնում եմ տուն, տեսնում եմ խարիսխը եւ տեսնում եմ գիրքը։ Իրականում ոչ մի վախերի եւ անհանգստության կարիք չկա, արգելի այդ եղջյուրներ։ Ձեր աշխատանքում կլինի շատ հարմարավետ, ձեզ կզգաք ինչպես ձեր տանը, ձեր աշխատանքի վայրում։ Շատ հանգիստ, շատ այսպես դրական միջավայր կլինի, բավականի կայուն կլինի, ոչ մի փոփոխություն չի լինելու, շատ հանգիստ, շատ նորմալ ամեն ինչ հաջորդ շաբաթ, այսպես կարող է ինչ-որ նոր բաներ սովորեք, նորամուծություն լինի, ինչ-որ մի նոր բան լինի աշխատանքի վայրում, շատ դրական, շատ պոզիտիվ, չէ, շատ նորմալ եւ մարդկային հարաբերությունները շատ լավ են լինելու։ Ներողություն։ Այ ֆինանսներում հետաքրքիր ինչ-որ շրջադարձ կարող է լինել, ինչ-որ բան կարող է փոխվել։ Եթե նոր աշխատանքի եք անցել, կարող է բնականաբար ֆինանսները ավելանալ, ինչ-որ փոփոխություն, կամ դուք ինչ-որ որոշում եք կայացնում ֆինանսների հետ կապված, տեսնենք։ Ինչ-որ մարդիկ եմ, շատ այսպես ոնց որ նոր մարդիկ են ավելանալու, միգուցե գիտեք, ինձ թվում է ամեն դեպքում ձեր ֆինանսները այստեղ կապված են աշխատանքի հետ։ Ես ասացի, չէ, աշխատանքում ինչ-որ նոր մի բան եք սովորում, եթե ինչ-որ բան կփոխվի աշխատանքի վայրում, ձեր պաշտոնի փոփոխություն է, չգիտեմ, նոր պատասխանատվություն են ավելացնում, այնտեղ ինչ-որ տարբեր մարդկանց հետ կշփվեք, բոլորի հետ չէ, որ շատ այսպես հեշտ կլինի, բարդություններ չեմ տեսնում, բայց ուղղակի մի քիչ ավելի բարդ բնավորություն միգուցե ունեն, բայց ես ֆինանսականում շատ նորմալ եմ տեսնում, շատ նոր մարդիկ եմ տեսնում, այսպես կտրուկ փոփոխություններ եմ տեսնում, տղամարդիկ, կանայք, հաճելի մարդիկ, ոչ այնքան հաճելի մարդիկ, բայց ուզում ասել, ձեր ֆինանսականը շատ կապված է ինչ-որ մարդկանց հետ, այնպիսի տպավորություն է կամ ձեզ, չգիտեմ, մի բաժնից մյուս բաժին են տեղափոխում, եթե ինչ-որ հիմնարկությունում եք աշխատում, կամ նոր աշխատանքի եք անցել, այսպես նոր մարդիկ, բայց ֆինանսական ամեն դեպքում ինչ էլ որ լինի, բավականին լավ եմ տեսնում։ Իսկ եթե դուք, չգիտեմ, առևտրի գործակալ եք կամ ինչ-որտեղ գործակալ եք աշխատում եւ շատ հաճախորդների հետ եք շփվում, եւ այսպես առաջարկություններ են անում կամ մարդիկ ձեզ են առաջարկություն անում, ինչ գործունեությամբ եք զբաղվում, կդժվարանամ ասել, ամեն դեպքում ֆինանսների հետ մի քիչ զգույշ եղեք, ոչ բոլորն են ազնիվ, կան այստեղ նաեւ խորամանկող մարդիկ, որտեղ ես տեսնում դուք շատ մարդկանց հետ եք շփվում, ընդ որում տեսեք, սա մի քիչ կոպիտ մարդ է, սա շատ բարի կին է, սա խորամանկ է, շատ տարբեր տեսակ հաճախորդների հետ գործ ունեք։ Ես չեմ կարող ասել ձեր աշխատանքի բնույթը ինչու՞ն է, դրա համար անդադ այսպես ոնց որ որոշումներ եք կայացնում, բարդ որոշումներ եք կայացնում, բայց շատ լավ է, ի վերջո դուք ֆինանսներում հաղթանակած եք դուրս գալիս, որովհետև արևը շատ հաջող կարտ է բոլոր ասպարեզներում։ Տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Ինչ է սպասվում ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 10-ից 16-ը։ Ինչ է սպասվում հաջորդներին, ներողություն, ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ խոսակցություններ են լինելու, շատ հաղորդակցություններ լինելու մի շաբաթ ջրհոսների համար, շատ ակտիվ են լինելու։ Ես չգիտեմ, ինչ որ նորություններ են լսելու, շփվելու են մարդկանց հետ, կամ պարզապես եթե դրսի, չգիտեմ, արտերկրում ծանոթներ, բարեկամներ, ընկերներ ունեք, բավականին շատ շփում է լինելու։ Ես կտեսնեմ այստեղ որ ասպարեզին է վերաբերում աշխատանքի բերումով է, ինչպես է, որ ասպարեզում է անձնական հարաբերություններում է, բայց շատ եք շփվելու մարդկանց հետ։ Տանը փակվել հաստատ չեք կարողանալու, շատ խոսակցություններ եմ տեսնում, շատ շփում։ Անձնական հարաբերություններում ամեն ինչ տեսնում եմ նորմալ է։
չգիտեմ, նոր ծանոթներ, նոր միջավայր կամ ինչ-որ նոր դրական փոփոխություն եմ տեսնում ձեր անձնականում, շատ լավ եմ տեսնում ամեն դեպքում։ Ասացի, շատ լավ եմ տեսնում, այո, շատ լավ եմ տեսնում, տեսեք, ես տեսնում եմ այստեղ մի քիչ անհանգստություններ կային, մի քիչ ամպեր էին կուտակված, և լուսին, և ամպեր, տխուր էին, ինչ-որ ընտանիքում կնոջ առողջության հետ կապված խնդիրներ են եղել հավանաբար, փոփոխությունն եմ տեսնում, դրական փոփոխություն, անցնում է ամեն ինչ, իսկ արջը շատ ուժեղ, հզոր, հա, շատ առողջ, այսինքն եթե ունեցել եք տանը հիվանդ և ինչ-որ վախեր, անհանգստություններ ունեցել եք, ամեն ինչ շատ լավ է, արդեն մի շաբաթ դուք կզգաք լավ, որովհետև դուք շատ ուրախ եք, ես տեսեք, ասում եմ շատ ինչ, 10-ը ընդ որում լավագույնն է, այն որ արդեն դուք վստահ եք, որ ամեն վտանգ անցել է, բացարձակ ոչ մի վտանգ չի սպառնում, ձեր հիվանդը լրիվ առողջանում է և շատ ուժեղ, շատ առույգ է զգում իրեն։ Եթե սա մասնագետ էր, բժիշկ էր, ասենք տեղյակ է պահում, փոփոխությունը այսպես շատ, ես էլ եմ ասում, ձեր 10-ից կարող եմ ասել, որ վերջնականապես վտանգն անցած է։ Եթե դուք ունեք այդպիսի անձնական խնդիր, անհանգստություն, բոլորովին անհանգստանալու կարիք այլևս չկա։ Աշխատանքի վայրում ամեն ինչ տեսնում եմ կայուն։ Մի քիչ կայուն, բայց մի քիչ ավելի ձանձրալի կայուն երևի, այսինքն ոչինչ չի փոխվում։ Շատ ստաբիլ, շատ ամեն ինչ իր հունով, ինչպես միշտ եղել է, չի տարբերվի երևի մյուս շաբաթներից ոչնչով։ Այո, աշխատանքի վայրում տեսնում եմ, շատ կայուն, շատ նորմալ, ամեն ինչ։ Կան մարդիկ, որոնց հետ աշխատում եք, կանայք, տղամարդիկ, աշխատանքի վայրում տարբեր, կան այսպես շատ խոսացող, բամբասող մարդիկ, կան այսպես շատ հանգիստ, տարիքով մարդիկ, որոնցից շատ բան եք սովորում, բայց դուք շատ հարմարավետ եք ձեր աշխատանքի վայրում, իմիջիայլոց, նոր աշխատանք չեմ տեսնում եմ, որ դուք երևի ինչ-որ տևական ժամանակ աշխատում եք այստեղ, ամեն ինչ ստաբիլ կայուն է, մանր-մունր ինչ հարցեր որ լինեն, բանալին ձեր ձեռքում է, ոչ մի խնդիր աշխատանքի հարցում էլ չեմ տեսնում։ Ֆինանսներ տեսնում եմ ֆինանսների հետ կապված տուն։ Եթե տան առկու վաճառքով եք զբաղվում, դա ձեր աշխատանքն է, կկարողանաք ինչ-որ գործարք կնքել, տուն վաճառել, ձեզ գումար կգա։ Եթե դուք ձեր տունն եք ուզում վաճառել, կզբաղվեք հաջորդ շաբաթ ձեր տան առկու վաճառքով կամ ձեր, չգիտեմ, անշարժ գույքի ինչ-որ հարցերով։ Տեսնենք։ Եթե ուզում եք տուն գնել իմիջիայլոց, այդպես էլ կարող է լինել։ Եթե միգուցե դուք ուզում եք տուն գնել մի շաբաթ, հավանաբար կկարողանաք գործարք կնքել և գնել տուն։ Տեսնենք, տան հետ կապված ֆինանսներն ինչ են ասում։ Շատ լավ կարտեր եմ տեսնում։ Ամեն դեպքում ինչ էլ որ լինի, դուք շատ գոհ կմնաք։ Ես չեմ կարող ասել, նորից եմ ասում, թե տան նորոգման հետ խնդիրներ կան, հարցեր կան, ուզում եք տունը վերանորոգել, ուզում եք տուն վաճառել, ուզում եք տուն գնել, ինչ էլ որ լինի, ֆինանսների հետ կային որոշակի ծախսեր կամ պարզապես ֆինանսները այսպես դանդաղել էին, շատ գումար չէր գալիս, ավելի շատ ծախսում էիք, քան գումարները գալիս են, անպայման կգան։ Շատ շուտով, սա 10-ն է, ծախսն է, պակասն է փողի, խնդիրն է, իսկ սա գումարները գալիս են, չէ, գալիս են, և կգան, սկսեն ավելի շուտ, այդպես կտրուկ փոփոխություն կլինի, սա փոփոխության կարգն է, կտրուկ շատ դրական փոփոխություն կլինի, եթե գումար չէր գալիս, կգա, եթե տունը ուզում եք գնել կամ վաճառել, երկու դեպքում էլ, եթե գումարը ձեզ չէր բավարարում, ինչ գումար, որ ձեզ առաջարկում էին, երկու դեպքում էլ վաճառում եք, թե ուզում եք գնել, դուք կկարողանաք ձեր ուզած գնով գնել, այսինքն կկարողանաք գումար խնայել։ Շատ այսպես բոլոր հարցերը շատ դրական կլուծվեն, շատ փոփոխությունները դրական։ Այս շաբաթ ձեզ համար շատ լավ շաբաթ էր, և տեսնում եմ, հիշում եք խոսակցություններ էի ասում, այո, շատ մարդկանց հետ կշփվեք հաջորդ շաբաթ, հարգելի ջհոսներ։ Եվ վերջում տեսնենք ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ
Մայիսի 10-ից 16-ը։ Ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք և ֆինանսներ։ Ձկներն էլ տեսնում եմ շատ ռոմանտիկ տրամադրությամբ, շատ սիրային, ռոմանտիկ, գեղեցիկ, այստեղ ստվերում տեսնում եմ աղջիկ, տղա, աղջիկ, եթե այստեղ երիտասարդն է սիրահարված, ընտրության առաջ է կանգնած, աղջկան առաջարկություն անի, չանի, չգիտեմ, չեմ կարող ասել, ամեն դեպքում սիրահարված երիտասարդ եմ տեսնում, իսկ ընդհանուր ներողություն ձկների համար, բավականին դրական շաբաթ եմ տեսնում, ամեն դեպքում ձեր տրամադրությունը լինելու է շատ դրական, շատ պոզիտիվ, որոշ ձկների համար շատ ռոմանտիկ։ Այո, տեսնում եք, անձնական հարաբերություններում սիրահարված տղա եմ տեսնում նորից, այո, տեսնում եմ երիտասարդ։ Ես այստեղ տեսնում եմ աղջիկ, տեսեք, այստեղ էլ եմ տեսնում աղջիկ, հետաքրքիր է։ Միգուցե երիտասարդը սիրում է, չգիտե, ում է սիրում, չի կողմնորոշվում, չգիտե։ Ամեն դեպքում երիտասարդը սիրում է, լավ, 1-2 կարդ հանենք, տեսնենք կարտերն ինչ ցույց կտան։ Երիտասարդը կարծես թե շատ այսպես սիրահարված տրամադրության մեջ է, երևի թե ավելի շատ տրամադրված է սիրային հարցերին, քան մնացած անձնական, ասենք, ընտանեկան, ընկերական, չէ, այստեղ կոնկրետ սիրո թեմայով է։ Այո, կարող եմ ասել, որ երիտասարդը ուզում է փոփոխություն, տեսեք, փոփոխություն, այսինքն կայուն, շատ կայուն, նոր կյանք է ուզում սկսել, փոփոխություն է ուզում, տուն, ընտանիք է ուզում կազմել, այսինքն մարդը բավականին հասուն է արդեն, տեսեք, այնտեղ աղջիկներ էի տեսնում, այսինքն ինքը բավականին շրջել է աղջիկների հետ, զվարճացել է, իր կյանքն ապրել է, հաճույքները ստացել է, կարող եմ ասել, մի աղջկա հետ չէ, մի քանի աղջիկների հետ էր ինքը շփվել, դե տղա է, նորմալ է, մարդը պետք է փորձ ձեռք բերեր, մինչև հասուները այնքան, որ պատրաստ լիներ ընտանիք կազմելու։ Ես կարծում եմ, որ այստեղ տեսնում եմ երիտասարդ, որը պատրաստ է եւ ուզում է ավելի կայուն հարաբերություններ, կին եւ տուն, այսինքն ուզում է ամուսնանալ։ Երիտասարդը եթե առաջարկություն անի, ուզում է կոնկրետ ամուսնության առաջարկություն անել։ Արեք երիտասարդներ, կարող եմ ասել, հաջորդ շաբաթ շատ լավ շաբաթ եմ տեսնում առաջարկություններ անելու համար։ Իսկ նրանք, ովքեր արդեն կամ ամուսնացած են, կամ նորմալ հարաբերություններում են, ավելի երևի ուշադրություն կստանան կանայք իրենց տղամարդկանցից։ Շատ ռոմանտիկ կլինեն, ժամանակ անցկացնեն միգուցե իրար հետ, դե եթե տղամարդը ուշադրություն դարձնի, աղջկան դրանից ավելին չէ պետք։ Մի խոսքով ուզում ասել, բավականին ջերմ, լավ մարդկային հարաբերությունների մեջ են լինելու ձկները հաջորդ շաբաթ։ Ամեն դեպքում բոլոր նախադրյալները դրա համար տեսնում եմ եւ սիրահարված եւ ոչ սիրահարված բոլորի համար։ Աշխատանքում ինչ-որ կարող է լինել նորություն, կարող է նոր աշխատող գալ, կարող է դուք նոր աշխատանքի առաջարկություն ստանաք, կարող է ինչ-որ նոր աշխատանք ձեզ առաջարկեն, այսինքն ձեր աշխատանքի վայրում կարող է ինչ-որ նոր պատասխանատվություններ ձեր վրա դնեն, ինչ-որ նորություն աշխատանքի հետ կապված։ Կարող եմ ասել, ինչ-որ աշխատանքի հետ կապված փոփոխություններ կան, ինչ-որ խոչընդոտներ եղել են, ինչ-որ խնդիրներ են եղել, ես չգիտեմ, բանալին կա ամեն դեպքում և կին եմ տեսնում, կամ այստեղ էլ որտեղ տեսնում եմ օձը, կամ ինչ-որ կնոջ պատճառով խնդիրներ են եղել, կամ ինչ-որ նոր կին է գալիս աշխատանքի վայր և այնքան էլ դրական չի, այս փոփոխությունը կարող է ձեզ ղեկավար է գալիս, նորություն, այո, կարող է լինել, կարող է ինչ-որ նոր աշխատող է գալիս, նոր ղեկավար եք ունենում, մի քիչ այսպես
ամեն ինչ շատ հարթ չէ, շատ մի քիչ դժվար բնավորություն ունի այս կինը, տեսնում եմ, այստեղ էլ եմ տեսնում կին, բայց բանալին ձեր ձեռքում է, դուք կարողանաք այս խնդիրների, այսպես ասեմ, լուծումը գտնել, եւ ուղղակի երևի ժամանակի հարց է, որովհետեւ նոր եմ տեսնում սա, եթե նոր է այս հարաբերությունները կամ այդ կինը նոր է ձեր աշխատանքի վայր հայտնվել, նոր է ընտրվել, իսկ եթե ձեզ նոր աշխատանք էին առաջարկել, ամեն ինչ այդքան հարթ չի սկսվի, այդքան հեշտ չի լինի, փորձեք բանակցել, զրուցել, պարզել ամեն ինչ աշխատանքի հետ կապված, էլ եմ ասում, ամեն ինչ այսպես հարթ չի, բայց էլ եմ ասում, կա կին, որը ձեզ կարող է օգնել եւ դուք կգտնեք բանալին եւ հարցերը կլուծվեն։ Ֆինանսների հետ գումարներ գալիս են, կարող եմ ասել։ Կարող է սրանով նաեւ գումարներ ծախսվեն, բայց ես տեսնում եմ, որ գումարներ գալիս են։ Եթե սպասում եք ինչ-որ գումարներ կամ նորություն եք սպասում ֆինանսների հետ կապված, կիմանաք, նորությունը կիմանաք, ինֆորմացիան կգա եւ ամենայն հավանականությամբ գումարներն էլ կգան։ Տեսեք, կարող է ինֆորմացիան գա հաջորդ շաբաթ գումարները չգան, մի շաբաթ, բայց նորությունը հաստատ կիմանաք եւ արդեն կտրամադրվեք եւ կիմանաք, որ գոնե ֆինանսները գալու են։ Այո, տեսնում եմ։ Բանալին ձեր ձեռքում է, նորությունները, խոսակցությունները եւ ես էլ նորից էլի 10 եմ տեսնում։ Շատ մտերմիկ, շատ նորմալ մարդկանց հետ գործ ունեք մարդկանց հետ, թե գումար եք միասին վաստակում, թե գումարը մտերիմ մարդկանցից է գալիս, որտեղից էլ որինի 2-10 եմ տեսնում։ 2-10, այո, ձեր գումարները գալու են, ընդ որում կարող է հանկարծ բացահայտվի ձեզ համար, որ շատ ավելի շատ գումար է գալու, քան դուք պատկերացնում էիք։ Ֆինանսական շատ լուրջ հաջողություններ եմ տեսնում ձկների համար։ Իրականում լավ շաբաթ էր հիմնականում բոլորի համար։ Ես բոլորին ցանկանում եմ թեթև, հանգիստ, խաղաղ շաբաթ բոլոր նշանների համար։ Այսքանը։